Հայաստան, Երևան հանրային հեռուստաընկերություն, բարի երեկո, մենք ազատ գոտում ենք։ 55 տարի առաջ առաջին անգամ հեռուստաէկրաններին հայտնվեց հայկական հեռուստաընկերությունը։ Եթերը բացեց հայկական էկրանի առաջին հաղորդավար Նայրա Շլեպչյանը։ Ու այսօր ազատ գոտում հեռուստատեսության շունչը եւ ազատ գոտում հյուրընկալվել են հեռուստատեսության մարդիկ։ Եվ իրականում հեռուստատեսությունը բարի հեքիաթ է։ Նրա հեքիաթները լսել ենք բոլորս, նա բոլորից եթերային մորակույրն է։ Նոնա Զոտովա, նույն ինքը Նոնա Մորակույրը, հրավիրենք ազատ գոտու տաղավար, ում հեքիաթների ներքո բոլորս ենք մեծացել։ Եթերային դեմք, ում բոլորդ եք ճանաչում։ Բարի երեկո, ուրախ ենք ձեզ տեսնել Նոնա Մորակույր ազատ գոտու տաղավարում։ Ում եք պատմում հիմա ձեր հեքիաթները։ Նորից փոքրիկներին, որոնք մի փոքր մեծացել են։ Ովքեր էին նրանք։ Ուսանողներ։ Շատ լավ, մի քիչ ներկայացրեք այդ ժամանակվա հեռուստատեսությունը եւ այդ ժամանակվա ձեր հաղորդաշարը, որովհետեւ իմ սերունդը ամեն դեպքում մեծացել է եւ լսել է ձեր հեքիաթները։ Ես մի այսպիսի խոսք ունեմ. եթե մարդը բարի է, եթե նա իսկապես լավն է, ուրեմն մեծացել է իմ հեքիաթները լսելով։ Իսկ այն ժամանակվա թե սերունդը, թե հեքիաթները արվում էր ամեն ինչ սիրով։ Պետք է երեխաների մատուցվեր ամենալավը եւ երեխաները պետք է մեծանային բարին լսելով, որպեսզի չարը միշտ հաղթեր, չարը չհաղթեր երբեք, բայց բարին միշտ անպայման պետք է հաղթահար լիներ։ Այնպես որ այն ժամանակվա հեքիաթները բարի էին, այն ժամանակվա մուլտֆիլմերը նույնպես բարի էին եւ մանկական երգերը հատկապես, որոնք օգտագործվում էին թե հեքիաթնեկանչում, թե հեքիաթների դաշտ այդ մեր հաղորդումների ընթացքում, բոլորը ընտրվում էին հատուկ մեր սիրելի փոքրիկների համար, բայց նաեւ նրանց մայրիկների եւ հայրիկների, տատիկների ու պապիկների համար, այնպես որ ընտանյոք հանդերձ հանդիսատես էին հեքիաթնեկանչում հաղորդաշարին։ Շնորհակալություն Նոնա Մորակույր։ Շատ լավ, նաեւ ձեր եթերային կյանքի ժամանակ տեղի ունեցած հետաքրքիր դեպքեր, որոնք պատահել են եթերի ընթացքում, եթերից դուրս։ Ամենահետաքրքիր դեպքը նա էր, երբ հաղորդման ժամանակ միշտ սովորաբար ես եմ նվերներ տվել։ Ես եմ նվերներ հրամցնել եւ եղավ այնպիսի մի պահ, որ ինձ նվիրեցին մի փոքրիկ տուփ, որը գեղեցիկ ժապավենով էր փակված։ Ես կարծեցի, որ դա ուսանելիք է, շնորհակալություն, բայց ինձ ասացին, ապա մի տուփը բաց արա։ Ես բացեցի այդ տուփը, ձեռքս տարա ներս եւ հայտնվեց այնտեղ մի սքանչելի կրյա, որը մինչ օրս ապրում է մեր տանը։ Նա արդեն 15 տարեկան է, անունը Նիկի է։ Սա երևի թե ամենազվարճալի պահերից։ Մնում էր կրյան լիներ 55 տարեկան Նոնա Մորակույր։ Ինչպես նաև հեռուստաներկայացումներն են անբաժան եղել հայկական հեռուստատեսությունից եւ հիմա տաղավար ենք հրավիրում բազմաթիվ հեռուստաներկայացումների, ֆիլմերի եւ հաղորդումների ռեժիսոր Անտոն Աղայանցին։ Բարև ձեզ պարոն Աղայանց, ուրախ ենք ձեզ տեսնել ազատ գոտու տաղավարում։ Ձեզ համար խոր չէ, միշտ եղել եք էկրանի այն կողմում եւ այսօր եթերում եք։ Բնավ, այս պավիլոնում, այս ստուդիայում, սա հենց ինձ համար շատ հարազատ մի վայր է։ Ես չէի կարող տարիներ առաջ, չէի կարող երազել, չէի կարող սպասել, որ մենք պետք է այստեղ հանդիպենք եւ ես պետք է հաղորդմանը մասնակցեմ։ Քանի որ առաջի բեմադրությունը ես հենց այս ստուդիայից, այս պավիլոնից ես կատարեցի։ Այս ստուդիայից կատարվել է առաջին բեմադրությունը։ Կպատմեք դրա մասին, երիտասարդ սերունդը, մարդիկ Եթե երիտասարդ սերունդը հիմա այնքան է խճճված կոմպյուտերի մեջ, այնքան է այդ տեխնիկական նորամուծությունները այնքան լավ գիտի, որ դժվար թե նրանց հետաքրքրի այս պատմությունը, թե ինչպես սկսվեց հեռուստատեսությունը։ Դուք երբ գալիս եք ստուդիա եք գալիս, երևի տեսաք, որ կողքին կա մի շենք, երկու հարգանի շենք է, եւ ստուդիան սկսվեց հենց այնտեղից։ Իմ գոլեգաները երևի ձեզ կպատմեն, թե այդ արարողությունը ինչպես էր տեղի ունենում, բայց մենք 60 քառակուսի մետրի մեջ էինք աշխատում եւ ահա միանգամից եկանք 600 քառակուսի մետր տարածության մեջ սկսեցինք բեմադրություն անել եւ պատկերացրեք այն ժամանակ մեր ռեժիսորական մեր այդ պուլտը գտնվում էր վերևում երկրորդ հարգում եւ ես այնտեղից նայում էի այնքան անսովոր էր որ այս տարածության մեջ ես մանեի գալի կամերաները որտեղ են, դերասանները որտեղ են, ես նույնիսկ չէի գտնում նրանց, եւ նույնիսկ գնաց եթեր հաղորդումը,
Գնաց իմ գոլեգա Հրաչյա Աշոյանը երևի ավելի լավ է հիշում այդ դեպքը, երբ թատրոնում կազուս տեղի ունեցավ, դերասաններից մեկը կարծում էր, որ եթեր է գնում հաղորդում, որը տեսագրված է, բայց դա կենթանի էր, եւ հետո ուշացավ այն մյուս դերասանը, կարծելով թե դեռ չի սկսվել, դեռ չի բանալ։ Ես ձեզ ասեմ, մենք նստած էինք դիմացի շենքում էր մեր խմբագրությունը եւ անվանի մարդիկ, երևի հիմա էլ դրանց անունը ձեզ ինչ որ բան հուշում է, Ալբերտ Մկրտչյան, Անատոլի Մոգացյան, Էդմոնդ Քյոսայան եւ մյուսները, մենք նստած էինք եւ անդադ նայում ենք քար առ քար ինչպես է բարձրանում այս շենքը։ Եվ պատկերացրեք մեզ համար դա ինչ նվեր էր, երբ մենք հայտնվեցինք այս ստուդիայում եւ առաջին ներկայացումները արեցինք։ Շնորհակալություն, ինչպես նաեւ ուղիղ եթեր։ Ուղիղ եթերը այսօր, երբ տեխնիկան զարգացել է, երբ նորամուծություններ են եղել, միևնույն է ուղիղ եթերում խոտաններ լինում են։ Այ հետաքրքիր պատմեք այդ ժամանակվա հետաքրքիր դեպքերը, խոտանները, որոնք տեղի էին ունենում։ Մինչև հիմա էլ ես երբ նստում եմ հաղորդում պատրաստելիս, ինձ թվում է սա վերջի կադրն է։ Այլևս, եթե մի սխալ տեղի ունեցավ, այլևս ոչ մի բան չի ուղղվի։ Նոր սերունդը արտակ, դրանով է տարբերվում, որ նոր սերունդը գալիս է միանգամից մոնտաժային տարբերակով։ Եվ դրա համար նրանք հանգիստ նկարում են, ասում ես ինչ ես անում, կարելի է փոխել բան, մի անհանգստացի։ Մոնտաժ կլինի, մոնտաժի ժամանակ մենք ամեն ինչ կուղենք։ Շատ հաճելի էր ձեզ լսել հեռուստատեսության գաղտնիքները եւ ամեն ինչը հենց ձեզանից ենք մենք իմանում եւ փորձում ենք շարունակել, եթե իհարկե ստացվում է։ Ես մի քիչ բաց բերան եմ եւ երևի թե ինչ-որ բաների մասին ես չպետք է ասեի, դա ձեզ համար գաղտնիք մնար, բայց ինչ արած։ Շնորհակալություն։ Տաղավար ենք հրավիրում Հրաչյա Աշուղյանին հանրայինի 55 տարիների ընթացքում սիրով նաև կլսենք նրան, որովհետև նա աշխատել է, ստեղծագործել եւ հեռուստատեսության գաղտնիքների մասին սիրով նաև կլսենք պարոն Աշուղյանին։ Հրաչյա Աշուղյան, հայկական հեռուստատեսության լեգենդներից եւ խոսենք հայկական հեռուստատեսության այսօրվա երեկվա մասին։ Պարոն Աշուղյան, խնդրեմ։ Նախ շատ ուրախ եմ մասնակցելու այս տաղավարում, այս երիտասարդների հետ, մեր հեռուստատեսության հոբելյանին ընդառաջ, գիտեք այս ստուդիան բոլորիս մեջ պարոն Վալերի Հարությունյան, Հերբերտ Գասպարյան, Անտոն Աղայանց, Նոնա Զոտովա կամ Մորաքույր Նոնա լավ ջերմ հիշողություններ է արթնացնում եւ մենք հպարտ ենք, ուրախ ենք, որ այսօր այս առիթը հանդիսացավ։ Հեռուստատեսության գաղտնիքների մասին խոսելը մի քիչ մեծ այսպես բան է, երևույթ է կամ ավելի կոնկրետ։ Շնորհակալություն Նոնա Մորաքույր։ Ես կպահեմ։ Ես կպահեմ։ Ինքը կկարողանա։ Նոնա Մորաքույրի տարերքի մեջ է։ Գիտեք ինչ, սիրելի երիտասարդներ, հեռուստատեսության ամենամեծ գաղտնիքը, հեռուստատեսության ամենահզոր մոտեցումը հեռուստատեսության պատասխանատվության զգացումն է, նվիրվածությունը մինչև վերջ գործի հաջողությանը հասնելու, նյութին տիրապետելը, սցենարին տիրապետելը, համագործակցությունը օպերատորների հետ, երաժշտական ձևավորողի, ամեն ինչ, սա մի հետաքրքիր աշխարհ է հեռուստատեսությունը։ Հեռուստատեսությունը, ոնց որ ասում են պարողները, կես ոտով ապրել չի լինի։ Պետք է լինի մեծ նվիրվածություն եւ պատասխանատվության զգացում։ Հրաչյա Աշուղյան, շնորհակալություն եւ նույն պարտաճանաչորեն ու նվիրվածությամբ Խորհրդային Հայաստանի ամենակարևոր սպորտային իրադարձությունները մեկնաբանել ու լուսաբանել է նաեւ Սլավա Սարգսյանը, ով այսօր Ազատ գոտու տաղավարում է։ Սիրով լսենք, որովհետեւ սպորտային ամենակարևոր իրադարձությունների մեկնաբանությունը հենց լսել ենք ամենասպորտային Սլավա Սարգսյանը։ Բարի երեկո, ուրախ ենք ձեզ տեսնել Ազատ գոտու տաղավարում։ Պատմեք, ինչպես հայտնվեցիք հեռուստատեսությունում դեռ այն ժամանակ եւ որոնք են այն ժամանակ հեռուստատեսություն հայտնվելու դժվարությունները։ Ես բոլորովին պատահական եմ հայտնվել հեռուստատեսությունում, քանի որ ես բնակվում էի Վրաստանում, Թբիլիսիում։ Մի առիթով եկանք Երևան եւ փորձեցինք դիտել Արարատի փոխարինողների խաղը։ Դա 70
2 թվականին էր։ Իմ ընկերներից մեկը լսել էր խցիկից, թե ում են ստուգում եւ ովքեր են, ինչ գնահատականների են արժանանում, եկավ խնդրեց, ասեց գնանք քեզ էլ փորձեն։ Եվ այնպես ստացվեց, որ մեզ տրամադրեցին մի քանի րոպե, քանի որ մենք ետ պիտի վերադառնայինք, խնդրեցինք մենք մեկ օր ենք ընդամենը մնալու եւ հենց առաջին փորձից ինձ ընդգրկեցին այս աշխատանքի մեջ։ Սլավա Սարգսյան, պարոն Սարգսյան, նաև հետաքրքիր է իմանալ ձեր մեկնաբանած այն խաղը կամ սպորտային հանդիպումը, կապ չունի դա ֆուտբոլ կամ ինչ-որ բան, որն է եղել, որ դուք ամենաուրախն է եղել, որ այսպես ցնծացել է ամբողջ Հայաստանը, այսպես ասած։ Դրանք դա մեկ խաղով չի կարելի բնութագրել, որովհետև լավ, նշենք 4-5 խաղ, որոնք այսպես տպավորվել է ձեր։ Տպավորիչ էին 70-ականների Արարատի բոլոր հանդիպումները։ Երբ Երևանի Արարատը 71 թվականից մինչև 75 թվականը գրավել էր խորհրդային ֆուտբոլի բոլոր բարձունքները եւ ցանկացած հաղորդում ինձ համար հաճելի էր, հաճելի հուշ է մինչև հիմա եւ կարծում եմ դրանք տպավորված են նաեւ մեր ժողովրդի մեջ, մեր ֆուտբոլասերների մեջ։ Եվ իհարկե առիթ եմ ունեցել մեկնաբանելու Յուրի Վարդանյանի ելույթները Մոսկվայից եւ դրանով գեղագիտական հաճույք եմ ստացել, կարծում եմ Յուրի Վարդանյանը այդ տարիներին ոչ միայն ինձ բավականություն պատճառեց որպես այդ ռեպորտաժը վարողի, այլ ամբողջ հայ ժողովրդին։ Աշխարհին ես կասեմ։ Աշխարհին։ Սլավա Սարգսյան եւ հետո սիրելի հեռուստադիտողներ, պետք է նշել, որ անցան ժամանակները եւ նոր թարմ դեմքեր հայտնվեցին հեռուստատեսությունում։ Եվ հիմա տաղավար ենք հրավիրում Նազենի Հովհաննիսյան, երջանկության մեխանիկայի հեղինակ վարող, հայկական հեռուստատեսության գեղեցկուհին, թարմ կադր այդ ժամանակվա։ Բարի երեկո Նազենի։ Բարի երեկո։ Այսքան պրոֆեսիոնալ մարդկանցից հետո հանկարծ հայտնվեցին երիտասարդներ, ովքեր համարձակություն ունեցան հանրային հեռուստատեսությամբ խոսք ասելու, էստաֆետ վերցնելու։ Բայց եւս պրոֆեսիոնալ։ Եվս պրոֆեսիոնալ Նազենի Հովհաննիսյան։ Շատ շնորհակալ եմ, նախ թույլ տվեք ասել բարի երեկո եւ սկսել շնորհավորանքով, քանզի 55-ամյա հասուն էակը, որն է հեռուստատեսությունը, վարակել է վաղուց ամբողջ աշխարհը, մեր հանրային հեռուստատեսությունը ըստ էության 55 տարեկան եւ այդ 55 տարվա ընթացքում այնպիսի մեծամեծեր են եղել եւ կան այսօր, որ յուրաքանչյուր երիտասարդ մտնելով այս բարդ եւ անշնորհակալ իր տեսակի մեջ ասպարեզ, ստացել է այդ մեծերի օգնությունը եւ ձեռքը, օգնության ձեռք հենց առաջին իսկ քայլից։ Եվ անգամ երբ այդ ձեռքը երբեմն պատժել է ոչ թե հանիրավի, այլ ստարժանվույն եւ օգնել է դրանով ավելի ամրանալու, ամուր ոտքեր ու մկաններ ձեռք բերելու, որի արդյունքում դու արդեն բարձրանում ես ինքնուրույն եւ հասնում ես այնտեղ, որտեղ արդեն Աստված տա կհասնես։ Նազենի Հովհաննիսյան, հրաշալի պատասխան։ Նազեն, հետաքրքիր է, երբ հայտնվեցիր եթերում, օրինակ ինչ դժվարություններ եղան։ Եղել է, որ ասենք զրկեն եթերից, կամ ասեն, որ կներեք, դուք նոր եք, երիտասարդ եք, չի ստացվում ձեզ մոտ ընկճեն եւ այլն։ Մասամբ պատասխանեցի, բայց մասամբ կանխեցիր նաև այն, ինչ ես ուզում եմ ասել հետո։ Ոչ թե ինչ դժվարություններ են եղել, այլ պետք է հարցը ձևակերպել այլ կերպ։ Իսկ ինչ հեշտ վիճակ է եղել։ Չի եղել հեշտ եւ ոչինչ, որովհետեւ հանրային հեռուստատեսությունը, ես ինչու եմ նշում անընդհատ հանրային, որովհետեւ այս տունն է, որ տվել է ինձ այն տանիքը, որն այսօր ես ունեմ, եւ դա փաստ է բոլորի համար։ 11 տարի է ինչ ես այստեղ եմ, ոչ այդքան երկար, որքան իմ հաճելի եւ շատ բացառիկ կայուն ու տոկուն գոլեգաները, բայց ինչն է եղել ամենից դժվարը, անշուշտ հանրային գաղափարը։ Հանրայինի հեռուստադիտողը առավել քննադատ է, առավել խստապահանջ է եւ ստարժանվույն պահանջում է այն, ինչը ցանկանում է, որ իր քիմքին հաճելի լինի։ Այսօր շատ է ժանացել եւ ճիշտ է ասում պարոն Աղայանցը, մոնտաժի արդյունքում մենք կարող ենք խապկանք ստեղծել, թե այս իրավիճակն ավելի լավ է կամ գեղեցիկ, բայց իրականությունն այլ է, որ կա մարդ եւ մարդը ինքնին իր տեսակով հետաքրքիր պետք է լինի։ Վերածնության դարաշրջանից մինչեւ այսօր ոչինչ չի փոխվել։ Մարդակենտրոն է աշխարհը, արվեստը, հեռուստատեսությունը եւ մենք նայում ենք սկսած Աննա հեռուստասերիալից մինչև Հայլուր, որովհետև հետաքրքիր է մարդու գաղափարը, գործոնը, իր թե լավ, թե վատ հատկանիշներով։ Դժվար է եղել բոլոր մարդկանց ճաշակին համահունչ լինել եւ պահել բոլորի պահանջը ինչ որ մի ընդհանուր նշաձողին։ Շնորհակալություն Նազենի Հովհաննիսյան։ Եվ հիմա տաղավար ենք հրավիրում մի մարդու, ով երկար ժամանակ նրանից լսել եք հայկական լուրերի մեկնաբանությունը, Տաթևիկ Բաղդասարյան, մարդ, ով վերջին 2 տարվա ընթացքում եթերում չէ եւ հիմա այսօր Ազատ գոտու տաղավարում է։ Բարի երեկո Տաթև։ Ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում։ Ես էլ ուրախ եմ, շնորհավորում եմ եւ խոնարհվում եմ
ձեր առաջ, շատ հաճելի է։ Շնորհավոր եմ։ Շնորհակալություն։ Տաթե դուք մասնագիտությամբ ինժեներ-կոնստրուկտոր եք, բայց գրեթե միշտ զբաղվել եք լրագրությամբ ու կոնստրուկտորի պես հավաքել եք այսպես ձեր նյութերը, դասավորել եւ շարել եք սցենարը։ Հետաքրքիր մի քիչ պատմեք, դուք արդեն 90-ականների վերջում հայտնվեցիք հեռուստատեսություն եւ այդ ժամանակ ինչով էր առանձնանում։ Նախ ոչ թե գրեթե միշտ, այլ միշտ, որովհետեւ իմ մասնագիտությամբ չեմ աշխատել ոչ մի օր։ Նկարահանման հրապարակում, ինչպես շին հրապարակում, աշխատում են նաև կռունկները, ոչ վերամբարձ, բայց կռունկներ են նորից։ Եվ այո, գիտեք, ինժեներական միտքը կարծում եմ այդ մարզվածությունը անհրաժեշտ է բոլոր ոլորտներում, նաև լրագրության մեջ։ Ներողություն եմ խնդրում, Տաթևի ուղումը գրեթե, ոչ թե գրեթե, այլ միշտ խոսում էր այն նրա մասին, ինչի մասին ես պատմում էի։ Այնքան խստապահանջ է եւ հեռուստադիտողը եւ հանրայինի աշխատողը, որ այդ կոնստրուկտորության հատուկ խազերով ու գծերով պետք է հստակ լինի ամեն ինչ, այլապես այդ կոնստրուկցիան կարող է փլվել քո գլխին։ Մանրակրկիտ հաշվարկ է։ Լավ, Տաթև, դուք եթերային ինչ հետաքրքիր դեպքերի ականատեսն եք եղել, որովհետև այդ ժամանակ ուղիղ եթերում աշխատել հայլուր դրատվական գրեթե օրը մեջով կամ եթե ոչ ամեն օր։ Գիտեք, ամենադժվարը ինչի հետ ես ստիպված էի համակերպվել, այն էր, որ ես չէի պատկերացնում։ Ես գիտեի, որ գալիս եմ աշխատանքի, ես կատարում եմ իմ գործը, ես կազմում եմ հերթականությունը, դասավորում եմ լուրեր, գրում եմ դրանք եւ վերջնական արդյունքի համար, արդյունքը ներկայացնելու համար մտնում եմ տաղավար։ Շատ դժվար էր առաջին ռեակցիան, երբ ես հասկացա, որ փողոցում տեսնում են մարդիկ, ես վիրտուալ էի պատկերացնում այդ լսարանը, երբ ես հասկացա, որ դրանք իրական մարդիկ են եւ այնինչ ես անում եմ, ես դա համարում եմ իմ գործը, ես իրոք անում եմ իմ գործը, բայց այսինքն ոչ թե հաշվի չէ, հաշվի առնում ես, բայց դժվար է ընկալել, որ քո արած գործը տեսնում են մի քիչ ավելի շատ մարդիկ, քան քո գործընկերները։ Շնորհակալություն, Տաթևիկ Բաղդասարյան։ Եվ հիմա տաղավար ենք հրավիրում սպորտային մեկնաբանի, ում շատ ծանոթ եք բնականաբար, երբ խոսքի վերջում միշտ բարեմաղթանքներ էր ասում եւ մինչեւ այսօր ասում է Կարեն Գիլոյան։ Բարի երեկո Կարեն, ուրախ ենք ձեզ տեսնել Ազատ գոտու տաղավարում։ Կարեն, վերջերս բարեմաղթանքներ քիչ եք ասում։ Սկզբում շռայլում էիք բարեմաղթանքները։ Դուք ինչպես հայտնվեցիք հեռուստատեսությունում։ Շնորհակալություն, ողջունում եմ բոլորին, շնորհավորում եմ 55-ամյակի կապակցությամբ։ Ես հանրային հեռուստատեսությանից սկսել եմ շփվել 90 թվականից զանազան նախագծեր կային, գործարար մարդիկ, այլ նախագծեր։ Մրցույթով անցել եմ 95 թվականին, 96 թվականից աշխատում եմ։ Լրատվական բլոկում եմ սկսել աշխատանքս, բայց հետո Սլավա Սարգսյանը գայթակղեց հայտնի մարզիկներով ու ճանապարհորդություններով, ես էլ գայթակղվեցի, ինչի համար երբեք չեմ ափսոսացել։ Դեռ ուշ չէ։ Դեռ ուշ չէ։ Շատ լավ, եւ հիմա տաղավար ենք հրավիրում, դեռ կհասցնենք խոսել Արսեն Գրիգորյանին նոր սերնդի հաղորդավարներից, հեռուստադիտողների մոտ հայտնի Խուճուճ Արսենը։ Բարի երեկո Արսեն։ Բարի երեկո, ես շնորհավորում եմ բոլորին հանրային հեռուստատեսությանը եւ 55-ամյակի առթիվ եւ նախատոնական ամանորի առթիվ բարեմաղթանք եւ խորհուրդ ունեմ հանրային հեռուստատեսությանը։ Ես շատ սիրելով մեր ազգային նվագարանները, ցանկանում եմ, որպեսզի այս նոր տարի Ամանորի գիշերը վերականգնվի այն հրաշալի գեղեցիկ ավանդույթը, որը հանրային հեռուստատեսությունը ուներ, որ ժամը 12-ին զուռնա դհոլի փոխարեն, ինչպես վերջին տարիներին մենք ականատես եղանք, դրա փոխարեն կրկին հնչի Արամ Խաչատրյանի մասկարած ստեղծագործությունը։ Ինձ թվում է տարին այլ կերպ կսկսվի եւ հանրայինն էլ հավատարիմ կմնա իր տիտղոսին։ Նոր կոչերով ու նոր խորհուրդներով առաջին ալիքի ձայնը Մեսրոպ Արաքելյան, Ազատ գոտու։ Բարի երեկո, ուրախ ենք նաև ձեզ տեսնել առաջի Ազատ գոտու տաղավարում։ Հետաքրքիր է պատմեք, բնականաբար ուր գնում եք, խոսում եք առաջին ալիքի ձայնը, դա պարտավորեցնող չէ, որովհետև պաշտոնական ձայնն է առաջին ալիքի։ Նախ հասկանալի է, նախ շնորհավորեմ բոլորին, մեր մեծ եղբայրներին, մեր գոլեգաներին, բոլորին շնորհավորում եմ իսկապես հաճելի տոնի կապակցությամբ, որովհետև դա նրանց ստեղծածն է, մենք ընդհանրապես շարունակում ենք այն, ինչի հիմքը դրել են իրենք եւ իսկապես մեծ աշխատանք են կատարել, որովհետև իսկապես նշվեց, որ մոնտաժը հիմա շատ է օգնում, հատկապես ձայնի առումով, հատկապես կադրի առումով եւ ձեր գործը շատ բարդ էր համեմատած մեզ հետ, ավելի երիտասարդ սերնդի հետ իհարկե շատ ավելի բարդ է, եթե համեմատենք։ Կրկին շնորհավորում եմ եւ ուրախ եմ, որ ձեր հետ միասին գտնվում եմ այստեղ։
Հիմա Մենք էլ ուրախ ենք ձեզ տեսնելու համար հեռուստատեսության ներկան եւ ապագան լսելով ձեզ եւ ձեր մեծ շրջապատող այն երիտասարդները, որ պետք է դառնան վաղվա հեռուստատեսության գործիչներ։ Հեռուստատեսության այսօր ներկան վաղը եւ ապագան ծափարեն։ Արտակ, բայց դա ենթադրում է սերիալ, որ այս հաղորդումը սերիալներով։ Սերիալները ժամանակակից են, մենք մի սերիալներ, բայց հիմա ինչն է շատ սերիալներ արժի նորից սերիալային Չէ, բայց մեր բնույթը ուրիշ է լինելու, չէ։ Շատ լավ։ Չի նմանվելու։ Հանդիպման Սա առիթ է։ յուրահատուկ մի բան է։ Այ առաջարկներ ասեցիր։ Այո։ Այ հենց առաջարկը է դեր։ հանդիպում ենք։ Առանց մոնտաժի յուրաքանչյուր այսօրը հանդիպում ենք Ազատ Գոտու տաղավարում։ Այո, Խոսանում եք նոնամորակույր։ Իհարկե։ Բայց հեքիաթ պետք է պատմեք։ Հաճիկով։ Կարող եք կարճ հեքիաթ պատմել մեզ հիմա հեռուստատեսության մասին։ Լինում է, չի լինում։ Հետո մի հեռուստատեսություն է լինում։ Մի հեռուստատեսություն է լինում, որտեղ Արտակն է արդեն իշխում եւ նա այդ հեռուստատեսությունում Ազատ Գոտի է ստեղծել։ Հրավիրել էր բոլորին բարահանդեսի։ Եվ ահա բոլորը եկավ Նազենին։ Ես կախարդված եմ։ Գեղեցկուհիներից Նազենին եկավ։ Մնում է, որ պարահանդեսը սկսվի եւ ես չեմ ուզում մատնել ինչ որ բաներ, վերջում էլ մի շատ հաճելի բան կլինի։ Կհնչի Արամ Խաչատրյանի վալսը, ինչու՞ է բանը։ Այնպես որ բոլոր հեքիաթները ունեն բարի ավարտ, այնպես որ այս հեքիաթը նույնպես կունենա բարի ավարտ։ Հետևեք, որպեսզի տեսնեք, թե ինչպես է ավարտվելու հեքիաթը նոնամորակույր հրաշալի էր Ազատ Գոտու ամենաբարի հեքիաթներից է, ինչպես նաև տաղավարում են այսօր գտնվում Վալերի Հարությունյան, ով ղեկավարել է գիտահանրամատչերի եւ ուսուցողական հաղորդումների խմբագրությունը 1980-ականներին, ողջունում ենք նաև ձեզ, պարոն Հարությունյան, իրականում շատ կարևոր կառույց եք ղեկավարել, ձեր խոսքը, ձեր շնորհավորանք հայկական հեռուստատեսության տոնի կապակցությամբ։ Ես նախ ուզում եմ շնորհավորել ինձնից առաջ բոլոր աշխատողներին, առաջին ռավիրաներին, ովքեր ստեղծեցին հայկական հեռուստատեսություն կոչվող հրաշքը։ Ես գլուխ եմ խոնարհում նրանց առջև, իմ սերն եմ արտահայտում եւ ուրախ եմ, որ ես ինչ որ ժամանակ դարձա այդ համքարության անդամ։ Ես 78 թվականին հեռուստատեսություն եկա ավանգարդի խմբագրությունից, եկա եւ հասկացա, որ կապույտ էկրանը մտքի եւ պատկերի հայելային արտացոլանք է եւ ունի իր առաքելությունը մասնավորապես գիտահանրամատչելի եւ ուսումնական հաղորդումների գլխավոր խմբագրության համար, որի կոլեկտիվը ես նորից իմ երախտիկի խոսքն եմ ուղղում այդ խմբագրության բոլոր աշխատողներին, նրանցից շատերը այսօր ավաղ Օվկիանոսից այն կողմ են ապրում, շատերը այլևս մեզ հետ չեն, նրանք ստեղծեցին մի կուր կոլեկտիվ, ովքեր կարողացան սերունդ դաստիարակել։ Սերնդի կրթության եւ գիտության առաքելությունը իրենց ուսերին առած, նրանք այդ խաչը շատ մաքուր, շիտակ ու արժանապատիվ տարան, եւ այդ խմբագրությունը կարծում եմ մեր բոլոր ընկերները, հին աշխատող ընկերները կասեն, որ հեռուստատեսության պետական կոմիտեի ծանրաքարշ խմբագրություններից մեկն էր, ում ճիպոտը միշտ կամին ապրող խմբագրություն էր եւ ես նորից եմ շնորհավորում հեռուստատեսության բոլոր աշխատողներին 55-ամյակի արդիվ եւ ուզում եմ իմ անկեղծորեն երախտիկի խոսքը հղել նաեւ երկար տարիներ հեռուստատեսությունը ղեկավարած Ստեփան Պողոսյան հայ մարդուն, մտավորականին, գիտնականին, մեծ հային, որի ղեկավարած տարիներին, հատկապես ուսումնական հաղորդումների խմբագրությունում ծնվեցին հայանպաստ այնպիսի հաղորդաշարեր, մեր լեզուն, մեր խոսքը, հայ ժողովրդի պատմություն, հայ գրականության դասականներ, այս բոլոր հաղորդումների մեջ կար բառի, մեղեդու, պատկերի նվիրվածություն եւ այդ նվիրվածությունը բերեց նրան, որ հեռուստատեսության մեր խմբագրությունում առաջին անգամ ֆիդայի բառը հնչեց, առաջին անգամ ֆիդայիների մասին հաղորդում գնաց, առաջին անգամ ֆիդայական երգեր հնչեցին եթերից։ Վալերի Հարությունյան։ Շնորհակալություն։
Եթե կարելի է, Նաև սիրելի Արտակ, եթե կարելի է, ես սիրելի բարեկամներ, Վալերի Հարությունյանին հենց հանդիպեցի, մենք շատ ջերմ գրկախառնվեցինք, ինչի համար, որովհետև սիրելի բարեկամներ, այս խմբագրությունը մի քանի սերունդների համար արեց այն, որ կարող է ինչ-որ տեղ և դպրոցը, և բուհերը չէին արել, որովհետև այնքան ծրագրավորված, հետարքիր, ազգանպատակ, ազգասեր, հայրենասիրական, հաղորդաշարեր, պատմություններ, ոչ միայն պատմություն, բոլոր գիտություններից երեխան, մանուկը, մենք կհավատակ սիրով նստում էինք, լսում էինք այն մեծ գիտնականներին, որ Վալերի Հարությունյանի ջանքերով գալիս էին և իրենց լույսն էին սփռում մատաղ սերնդի վրա։ Իհարկե շատ մեծ գործ և հերոսական աշխատանք արեց այս ամենին Ստեփան Կարպիչ-Պողոսյանը և իզուր չէ, որ նրան ասում էին Ստեփան Շանթարգել, դուք չկարծեք շատ ամեն ինչ հեշտ էր, այնքան ինչ-որ վերևից, ներքևից, կողքերից, բայց հայ ազգային գաղափարախոսության զգացումը մենք վայելել ենք այս խմբագրության և Ստեփան Կարպիչ-Պողոսյանի մեծ, հասկանում եք, նրա մեծ Շնորհակալություն Վալերի Հարությունյանին, շնորհակալություն և խնդրեմ ավելացնելու բան շատ հակիր։ Մի բան ավելացնեմ, հաղորդում ենք պատրաստել հայ գրականության դասականներ հաղորդաշարով Մեսրոպ Մաշտոցի մասին և այդ հաղորդման մեջ մեր հեղինակները շատ հպարտ ու հստակ ասեցին, որ Մեսրոպ Մաշտոցը նպաստել են նաև մեր հարևաններին, վրացիներին և ադրբեջանցիներին իրենց այբուբենը ունենալու։ Երկու օր հետո ինձ հրավիրեցին կուսակցության կենտրոն, ես ստացա խիստ նկատողություն, կուսակցական խիստ նկատողություն, որը նաև ուղեփակոց էր իմ հետագայի համար, Ստեփան Կարպիչի նայեց, ծիծաղեց, ասեց երկրորդ նկատողությունն էլ աշխատի ստանաս։ Եվ ես այդ երկրորդ նկատողությունն էլ ստացա նույն բանը մի քանի ամիս կրկնելուց հետո։ Վալերի Հարությունյան։ Եվ պարոն Հարությունյանի կողքին նստած է պարոն Գասպարյանը, ռեժիսոր, եկեք նաև ծափահարենք և ուրախ ենք ձեզ նաև տեսնել Ազատ գոտու տաղավարում։ Պարոն Գասպարյան, ձեր բարեմաղթանքը, ձեր շնորհավորանքը։ Շնորհավորում եմ հեռուստատեսության հին ու նոր աշխատողներին, նույնպես իրենք ռախվիրան են, որովհետև էլի տառապում են այնպես, ինչպես մենք էինք տառապում, կենդանի ավելի եք տառապում, ավելի կտառապեք, որովհետև քանի գնում դժվարանում է կյանքը և աշխատեք, ես ասեմ, որ կենդանի եթերից ավելի վտանգավոր և զարմանահրաշ բան չկար, ինչու, որովհետև ինչ ասես չէր տեղի ուներ այդ կենդանի եթերում, օրինակ, մի անգամ մեր բակի մարդիկ ներկայացման մեջ, ռեժիսոր Գրիշա Արզումանյան, ուրեմն շատ հետարքիր մի կադր էր ուզում Ֆրունզե Մկրտչյանը, շատ երևելի օպերատոր Ֆրունզե Մկրտչյանը, որ կամերան կամաց պետք է աճես լիներ և հետաքրքիր խոր կադր ստացվեր։ Հիմա ես այդ աթոռը կամաց տանեի, դնեի, որ այդ կռուպնի պլանից աճես լիներ աթոռը։ Մեկ էլ հանկարծ դե Ֆրունզը ինձ բանաներ, ասեց, թե երբ մտնեմ։ Ֆրունզը ասեց, բայց ոչ թե ասեց, այլ ոնց որ թե ասեց, չէ մի մտիր, բայց ինձ թվաց, թե ասեց մտի։ Ուրեմն շիրոկի օբյեկտիվով ամբողջ ստուդիան է երևում, ես կուզ մտնում եմ, աթոռը վերցնում եմ և հետո տանում եմ, դնում եմ այս կողմ և հետո իմացա, որ ես ամբողջը երևացել է։ Հիմա մի տղա կար, որը ես անընդհատ վազելով էի գնում ինստիտուտ, որպեսզի հասցնեմ։ Ասեց ամեն օր նայում էր այդ մեր ներկայացումները ու
հանկարծ մեկ էլ այդ օրը ասում է, լսի, այնտեղ միլիցիոներ կար, որ բռնում էին եւ այլն, ասեց վերջը ես իմացա ով է գողը, ասեց գողը դու ես, հա, ասի, հա, ես եմ։ Պարոն Գասպարյանին ծափահարենք։ Տարօրինակ վիդեոներ շատ անում։ Իհարկե հեռուստատեսության մասին կարող ենք խոսել, ծափահարություններ հնչել եւ շնորհավորել, բայց մեր ծրագիրը անակնկալ ունի երկու կողմերին էլ եւ ձեզ, բնականաբար, տաղավար հրավիրենք փոքրիկ տորտ, որը այսօրվա մեր անակնկալն է։ Բնականաբար եթերից հետո կհամտեսենք։ Հանրային հեռուստատեսության լոգոն, պատկերող այս բանը եւ խնդրենք դուք պատմեք։ Բնականաբար հաղորդումից հետո պետք է նշել։ Բայց ոնց դանակը խրս Եվ հիմա ծափահարենք Նոնա Մորաքուրի, ես կարծում եմ այսօրվա, քանի որ ձեզ մոտ ավանդույթ է, խնդրեմ համեցեք այստեղ։ Չէ, տորթը կտրելու ավանդույթ կար, ես հիշում եմ փոքր ժամանակ եւ այս կարեւոր պարտականությունը ձեր ուսերին է, որից հետո արդեն կավարտվի ազատ գոտին։ Տորթը կտրվում էր երգի հնչյունների տակ։ Հիշում եք։ Տարեդարձ է այսօր, տարեդարձ է այսօր, տարեդարձն է այսօր։ Նոնա Մորաքույր, հեռուստատեսության լեգենդներ, ինչպես նաև հեռուստատեսությունը այսօր, խնդրեմ տաթև եւ ամփոփենք ծրագիրը։ Գիտեք, այսինքն տպավորությունս չէ, աշխատանքս դա է ինձ հուշում։ Հեռուստատեսությունը պատասխանատվություն է։ Հեռուստացույցները մեր տանն են, մեր տան անդամներից մեկն է հեռուստացույցը։ Եվ դու տանը թշնամի ես պահում թե բարեկամ, կախված է հեռուստատեսության աշխատողներից, դա շատ մեծ պատասխանատվություն է։ Այսօր վաղը եւ միշտ հեռուստատեսության յուրաքանչյուր աշխատող պետք է սիրի հեռուստատեսությունն իր մեջ եւ ոչ թե իրեն հեռուստատեսությունը։ Տաթևիկ Բաղդասարյան, շնորհակալություն, խնդրեմ, պարոն Արաքելյան։ Սա իհարկե երևացող մասն է։ Դուք ցույց եք տալիս, ազատ գոտին ցույց է տալիս, այն ինչ որ երևում է, մի փոքր ռեժիսորներ եւ օպերատորներ, բայց հեռուստատեսությունը միայն նրանք չեն։ Հեռուստատեսությունը բոլոր այն մարդիկ են, բոլոր օպերատորները, բոլոր հավաքարարները, բոլոր աշխատողները, ովքեր գալիս են այստեղ եւ մի փշուր, մի հատիկ դնելով ստեղծում են այն մթնոլորտը, որը կոչվում է հայկական հեռուստատեսություն։ Լավն է, թե վատն է, նշանակություն չունի արդեն թողդատի հեռուստադիտողը, բայց ունենք այն, ինչ ունենք։ Այնպես որ կրկին շնորհավոր։ Շնորհակալություն։ Եվ կարող ենք կտրատել եւ արդեն հաղորդումը եզրափակել, նորից երգենք որպեսզի տոնական տրամադրություն Ազատ գոտու ամենաբարի եւ ամենաուսուցողական հաղորդումներից է, շնորհակալություն ուշադրության համար, շնորհակալություն, եթերում ազատ գոտին էր, աստված տա, որ յուրաքանչյուր այսօր երբ հանդիպում ենք, խնդիրներ չլինեն, միայն այսպիսի տոնական հաղորդում լինի, առողջ եղեք։